Գտնում եմ, որ 12-րդ դասարանի աշակերտը պիտի կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարան վարչական հսկողության տակ գտնվեն տնային կալանք։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան, ոչինչ չի հաշվի առնվել։ Կալանքի տակ մնալ։ Դե այդ առանձին թեմա է, դրա շուրջ միջնորդություններ համապատասխան կանենք, այո։ 5 տարի, 2-ից 5 տարի ամեոտված։ Ինչպես հիմնավորվեց այն դատարանի կողմից, որ օրինակ մի դեպքով մարդ է կալանավորվում, սակայն տուժող չկա, միջև այս։ Ոչ, այդ հարցերը սաղ բարձրացվել են, բայց որևէ բան հիմնավորում չկա։ Հիմնավորում հիմա մի բան էր։ Պիտի կալանավորեին, թե չկալանավորեին կամ կիրառեին այլընտրանքային խափան միջոցներ։ Դատարանը գտավ, որ միայն կալանավորումն է իզորու ապահովել մեր պաշտպանյալի իրավաչափ վարքագիծը, որը ըստ ինձ աբսուրդ է ուղղակի։ Նաև տեսադրություններն եք դիտել, հա, տեսադրությունների հետ կապված։ Սրան նախորդել էր առավոտ շուտ, նաև խուզարկության էին նորից կրկին մտել, մենք արդեն երբ որ եկանք։ Ոչ, իհարկե ինչ կար, որ ինչ հայտնաբերեն, ոչինչ չկար։ Երկրորդ տանք։ Նիկոլ Փաշինյանի։ Ես այդ քաղաքական գնահատականներից զերծ կմնամ, կթողեմ հանրությանը, թող գնահատականները տան։ Կամ դատախազը, որ իրականում Գևորգ Գևորգյանը այդտեղ փորձել է հապճեպ սադրանք կազմակերպել տղաների միջոցով։ Արգելիս, երբ որ որոշումը ստանամ, կարդամ կտեսնեմ, թե ինչ մտքի գոհարներ կան այնտեղ շարադրված։ Անպայման բողոքարկելու են, չի մասին է խոսքը։ Հաջորդականությամբ են տեսագրությունների ժամանակագրությունները թողիկում եք գործողությունների հաջորդականությամբ են իրական։ Որ գործողություններ։ Ասենք հրել են տղային, որ ինքը այդպես հուզվելով փորձել է։ Բա իհարկե հրել, ոչ միայն հրել են, գցել են գետին, ընկելած, տեսնում եք տեսայիզում երևում է, որ անգամ ծնոտը ցավում է։ Այո, բա իհարկե։ Ժողովուրդ, սա իրականության հետ, այս մեղադրանքների հետ մի վարքյան ընդհանրապես աղերս չունի։ Մենք հիմա մի պրոցեսի մեջ ենք, որը ըստ ինձ շատ վատ է եւ սա լավ տեղ չի տանելու մեր երկրին ու բոլորիս։ Դավիթը քաղաքբանկարկյալ է թե ոչ։ Մեր այդ հարցերից չպատասխան։ Գործ ունի քաղաքական ուժի հետ եւ նրա Այո։ Եվ նրա ամբողջ քննության ընթացքում ուղղով Դավիթը մի անգամ եւս նորից կրկնում եմ, Դավիթը 12-րդ դասարանի աշակերտ է, որևէ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել եւ չի զբաղվում, եւ փառահեղ աշակերտ է։ Ամբողջ դպրոցը հպարտացել է Դավիթով, կարծում եմ հլա առիթ կունենանք մենք ազգովի Դավիթով եւ նրա եղբորով հպարտանալու։ Այո, իհարկե, հիմա տեսեք, Դավիթին այսօր զրկեցին դպրոցն ավարտելու, միջնակարգն ավարտելու հնարավորությունից։ 2 ամիս հետո վերջի զանգ ալնելու բոլորի համար Դավիթի համար չի լինելու։ Ում խղճին է մնացել սա։ Չունեմ ասելու, լավ, ժողովուրդ, ես էլ եմ բանալած։ Տղաների հեռախոսն է արգրավել էլ։ Բանի Միքայելի հեռախոսը կորել է այդ քաշքշուկի ժամանակ մենք հենց դրա վերաբերյալ հաղորդում էլ պետք է տանք, թե ուր է Միքայելի հեռախոսը։ Չգիտենք ուր է։ Չէ, դեռևս չի եկել։ Ֆիկնազորի անդամը, Երկու անց հարցաքննվել են, այո։ Գալստյան մեկինը Վանյան ազգանուններով։ Թիկնազորի աշխատակիցներ են, նորմալ ցուցմունք էին տվել, կարծում եմ, ինչ որ այդ պահին մեզ ներկայացվեց, եթե այդ մի հատնամ։ ասել են հարվածել է թե չէ։ Ներկայացնել, հա։ Ինչ անենք։ Հարվածող թիկնապահի դեմ չեք ներկայացնում պատասխանը։ Ես հիմա չեմ ուզում մեր մարտավարությունը բացեմ, ամեն ինչ արվելու է, բան չենք թողելու, հավաքվել ենք մեր ընկերներով եւ ամեն ինչ անելու ենք այս անարդարության դեմ պայքարելու համար։ Կարծում եմ առաջ Աստված չի թողի, որ ծաղկազարդի օրը աշակերտներ ձերբակալվեն ու տենց մնա։ Այդ օրը ինչ խորհուրդ ուներ։ Հիսուսը գնաց երեխեքին ընդառաջ։ Մենք ինչի գնացինք։ Մենք ինչ արեցինք։ Այսքան բան։ Ասեցին արմավիր քերակատարողական հիմնարկ են տեղափոխելու, չլսեցի Սյուզի։ Ուժողի կարգավիճակ պարում էլ քո։ Ոչ, այդ հարցը ես էլ եմ բարձրացրել, չունի հիմա։ Դե չեմ ուզում մարտավարությունը բացեմ, ամեն ինչ արվելու է, նորից եմ կրկնելու։ Չի հարցակնվել մարդի գործից հետո, որևէ այլ գործով, այդ թվում իր ավտոշարասյան վրայերթով սպանված աղջկա դեպքով։ Հուսանք, որ Դավիթը շատ բան կփոխի մեր երկրում։